ընտանեկան էմոցիաները կիսատ էի թողել եւ վազում էի մեկ այլ տեղ, իսկ դա սխալ էր։ Ուրիշ հոգեվիճակում էի, գիտեք, եւ երեխայի հետ էր կապված եւ ընտանեկան մեկ այլ փուլ էր ստեղծվել մեզ մոտ։ Ում կողմից էր ամենաշատը այդ աջակցությունը ստանում։ Ամուսնուս, մամայիս, սկեսուրիս։ Բայց անգամ թողնում ես, որ փողոցում մոտենան։ Իհարկե գալիս ասում են հնարավոր է Արիային տեսնել, ասում եմ իհարկե, եթե ասում են գրկեք, սիրեք։ Ցույց չես տալիս երեխայի դեմքը համացանցում։ Ինչով է դա պայմանավորված։ Դեռ շատ փոքրիկ է, էլի, ամեն օր փոխվում է, ավելի լավ է այն ժամանակ ես նրան հանրայնացնեմ եւ նա արդեն ձևավորված կլինի։ Ամուսնուդ աջակցություն է այս հարցում, երեխայի խնամ, կենցաղ, ինչպես եք համատեղում։ Նա իմ ընկերն է, բարիս, բուն իմաստով։ Ամեն ինչով նա ինձ կօգնի, որովհետեւ նա ասում է իմ երեխան էլ է։ Գուցե օրինակ նայեն քո Instagram-ին, մտածեն, որ դե Եվան գեղեցիկ, էսթետիկ ճաշակով աղջիկ է եւ օրինակ կասկածի տակ դնեն քո խելացիությունը։ Ես մի քանի անգամ նույնիսկ բախվել եմ այդ խնդրի առաջ, դեռ փոքրուց դու պետք է անպայման ցույց տաս, որ դու գիրք ես կարդում։ Եվա քո ռուսերեն խոսելը շատ քննարկվեց։ Այո։ Ես կարողանում եմ ռուսերեն խոսել, հասկանում եմ շատ լավ։ Կան մարդիկ, որոնց հետ չէիր ուզի խաղալ։ Այո, կան, իհարկե կան։ TNT-ում ինձ պրոյեկտ են առաջարկել, 1 տարի առաջ էր դա, եւ ես հրաժարվեցի։ Դա նաև թանկ վաճառվող է դարձնում դերասանին։ Իմ կարծիքով այո, որովհետեւ դու դերասանը չպետք է լինի ամենտեղ։ Ողջույն, Breakpoint-ի այսօրվա մեր հյուրը դերասանուհի Եվա Զոհրաբյանն է։ Ինչպե՞ս ես Եվա։ Շատ լավ, մերսի դու։ Լավ, մերսի։ Ծննդաբերելուց հետո դեռ հարցազրույց չէիր տվել, սա քո առաջինն է, վստահաբար լիքը ասելու ու պատմելու բան ունես։ Միգուցե երևի։ Բայց մինչ մեր հիմնական զրույցին անցնելը ես առաջարկում եմ քեզ իհարկե բոլորս ճանաչում ենք, բայց ավելի լավ ճանաչենք ու այն ամենազավեշտալի պատմությունները բացահայտենք քո մտերիմ մարդկանց միջոցով։ Ում ես ավելի հաճախ զանգում, ում հետ ես ավելի հաճախ նման պատմությունների մեջ հայտնվում։ Իմ ամենամտերիմների հետ երևի թե, իսկ իմ ամենամտերիմները մի քանիսն են։ Կարող ենք զանգել, տիրուկը հիմա հաստատ փորձի է։ Կարող ենք զանգել Սիրին, Սիր Քոչարին, Ում հետ դու համագործակցում ես այո, համագործակցում ենք մենք միասին։ Կարող ենք նրան զանգել։ Գնացինք։ Նրա անունը գրված է, ինձ մոտ խնդրեմ չկա։ Բոլոր հարցերդ լուծում է։ Չենք այդպիսի անձնավորություն է իրականում, միշտ ասում է խնդիր չկա։ Սիրջան, ողջույն։ Բարև ձեզ։ Ես Աննան եմ, մենք հիմա Եվայի հետ հաղորդման ենք մասնակցում եւ ուզում ենք բացահայտել Եվայի մասին զավեշտալի չլսված պատմություններ։ Եվան ասաց, որ դուք բավականին մտերիմ եք այդ առումով։ Օրինակ Եվայի հետ եթե փողոցով քայլեք, պահիտակ կպտտվեք, կտեսնեք, որ ինքը ձեր կողքը չի, ինչ որ ծառ է գրկել ու այդ ծառի հետ լուրջ զրույց է անում։ Ճիշտ է։ Այսօր կարող ենք երեկոյան քայլել միասին եւ Հետ փորձեմ։ Փորձենք տեսնենք այդ ինչ է։ Գրկել է արդեն։ Այդ ինչ զրույցներ է բան։ Այո, ես ծառերի հանդեպ լուրջ զրույցներ է, որը ինքը դաժե իմ հետ չի խոսում։ ճիշտ է ասում։ Իսկ փորձել եք այդ ընթացքում իրեն ընդհատել։ Չի ստացվում։ Կամ զրույցի մեջ դուք էլ մտնել։ Հա, այդ ժամանակ ինձ է լսում։ ճիշտ ասում։ Խնդրում եմ, չի սպասում նման պատմության։ Հա, իրականում հա, ես բնությունների նկատմամբ Ինձ թվում է այդ ամենազավեշտալին է Եվայի։ Հա, իսկ կարող է ինչ որ բան հիշեք։ Զանգել ենք։ Եվային օրինակ ինչ որ բան եք պատմում, կանգնում է սկսում է ծափ տալ բոլորի մոտ։ Ինչի։ ճիշտ է, ես բարձր չեմ Այդ էմոցիաները արտահայտում։ ու առհասարակ ես չեմ կարողանում ձայնով ծիծաղալ։ Ինձ մոտ ծիծաղը դա Ծափ տալով է։ ու այդ ծափ տալու ընթացքում մտերիմները սկսում են ապարել, որովհետև ասում են Եվա ջան, ինչ ես անում, ինչ ես ծափ տալիս։ Այո, ու առհասարակ ես մարդկանց անուններ ընդհանրապես չեմ հիշում եւ որևէ մեկի Իր համար բոլորը ջոյիկ են, իր աշան անունն է, բոլորին ասում է ջոյ։ Ինձ ընթացքում որ ջոյ ասես, օքեյ է։ ես նույնիսկ Իմ նորմալ է, ինքը բոլորին ջոյիկ ասում, ուրեմն ձեզ շատ է սիրել։ ճիշտ է։ Ոայ։ Ճիշտ է։ Լավ, այսօր կտեսնենք։ Նույնիսկ իմ դասախոսին եմ մի անգամ դիմել Ջոյ անունով, Դավիթ Ու Հակոբյանի։ ինքը չհասկացավ, չէ՞, ինչու։ Չէ, հետո իհարկե բացատրեցի Դավիթ Հակոբյանը մեր գիտեք դերասան։ Դասի ընթացքում պտտվեցի, ասեցի Ջոյ, ասեց Եվա։ Ասեց ո՞վ է Ջոյ, ասեցի շունս։ Այդպես։ Հասկացա, շատ հետաքրքիր էր, Սիրջան, մերսի։ Մենք արդեն Եվայի հետ կշարունակենք զրույցը մեր։ Շատ բարի, ձեզ լավ զրույց եմ ցանկանում։ Մերսի շատ։
Եվա, արի հիմա հաշվենք, քանի ծառ ես գրկել Երևանյան զբոսանքների ընթացքում։ Իրականում գիտեք որտեղ կա այդ ծառը, որ շատ եմ սիրում այդ ծառի հետ խոսել ու գրկել, Սարյանի պուրակում։ Այնտեղ ծառերը ուրիշ գույն ունեն, ինձ համար չգիտեմ, տարբերվող են։ Բայց ինչ ես զրուցում իրենց հետ։ Շատ անգամ սիրում եմ ոտաբոբիկ զբոսնել, այդ ժամանակ էներգիա եմ ստանում ու բնության հետ Փողոցում դժվար։ Հա, բայց դե չեմ կարող ինձ թույլ տալ օրինակ Երևանյան փողոցներում դա անել, որովհետև ի վերջո ճանաչում են ինչ որ Եվ ի վերջո վտանգավոր է։ Հա, ի վերջո վտանգավոր կարող է լինել, բայց երբ գնում եմ երկրից դուրս, Հաճախ են լինում նման լինում են դեպքեր, եւ ասում եմ մի րոպե, ես պետք է քայլեմ ոտաբոբիկ անպայման։ Հողի հետ երբ շփումը զգում ես, ավելի յուրահատուկ էներգիա եմ զգում այդ ժամանակ։ Որքան հաճախ դու զրուցում ես ծառերի հետ փողոցում քայլելիս, նույնքան հաճախ չենք մենք քեզ տեսնում տարբեր նախագծերում, որովհետև դու շատ ընտրողաբար ես ընտրում են բոլոր նախագծերը, ֆիլմերը, սերիալները, որտեղ կլինես։ Բայց միաժամանակ կան դերասաններ, որոնք միշտ մի նախագծից մյուսն են տեղափոխվում ու իրենց անընդհատ կարելի է տեսնել էկրանին։ Ինչու ես դու ընտրել այդ տարբերակը։ Չէ, դա իմ մասին չէ։ Ես սիրում եմ իմանալ, թե որտեղ եմ խաղում, ինչ եմ խաղում, ում հետ եմ խաղում, ով է լինելու ռեժիսորը, ով է լինելու իմ խաղընկերները եւ շատ կարեւորում եմ, եթե ես այդտեղ եմ, ուրեմն պետք է վստահեմ ամբողջ թիմին եւ սցենարին իհարկե։ Դրա համար շատ նրբանկատորեն եմ ընտրում եւ լինում այն պրոյեկտներում, որտեղ ես կամ։ Արդյոք նաև կա այն խնդիրը, որ որքան քիչ ես երևում էկրաններին եւ շատ այդպես ընտրողաբար նախագծերում ես լինում, դա նաև թանկ վաճառվող է դարձնում դերասանին։ Իմ կարծիքով այո, երևի դա ճիշտ կլինի հարցնել իմ մենեջերից, բայց այս պարագայում իմ կարծիքով այո, որովհետև դու դերասանը չպետք է լինի ամենտեղ, որովհետև դու պետք է համապատասխան լինես այդ կերպարին։ Այնպես չէ, որ դու վատ դերասան ես։ Շատ դեպքեր եղել են, որ ես գնացել եմ կաստինգի եւ չեմ անցել եւ ես գնում եմ կաստինգի ու շատերը ասում են լուրջ Եվա գնում ես կաստինգի ինչ որ ես ասում եմ հա ու ես շատ եմ սիրում այդ process-ը ու եղել են դեպքեր, որ ես չեմ անցել ոչ թե ես վատ դերասանուհի եմ, այլ չեմ համապատասխանել այդ դերին, այդ կերպարին ու շատ բաց եմ այդ առումով ու շատ նորմալ է դա ինձ համար։ Եղել է քո կյանքում այդպիսի դեպք, որ ինչ որ նախագծում նկարահանվես, բայց հետո հասկանաս, որ պետք չէր գուցե։ Հիմա որ ետ եմ նայում երևի թե հա մեկ պրոյեկտ է եղել որ կարող է այդտեղ չլինել բայց ասեմ որ ափսոսում եմ ոչ որ պրոյեկտներ ոյ դա չեմ կարող ասել ինձ համար ես չպետք է բայց ինչու այդ եզրահանգմանը եկար ես ինձ նայում եմ այդտեղ ու չեմ հավանում ուղղակի դա է խնդիրը ոչ թե որ լավ չէր ֆիլմը այլ ես ինձ այդտեղ չեմ հավանում ու որպես դերասանուհի ես ինձ ճիշտ չեմ պահել այդտեղ։ Միգուցե այդպես չմտածի ռեժիսորը, ու հավատում եմ, որ ռեժիսորը չի մտածում եւ հեռուստադիտողը, որ նայել է, այդպես չի մտածում, բայց ես ինձ հասկանում եմ, որ այդտեղ չէ։ Լավը չէ։ Վերջերս ծննդաբերեցիր, արդեն ունես բալիկ։ Ես նաև նկատեցի, որ դրանից մի քանի ամիս հետո դու տեղադրեցիր post, որտեղ ցույց էր տալիս, որ նկարահանվել ես Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում։ Քեզ համար ինչու էր կարևոր, որ երեխա ունենալուց հետո արագ վերադառնաս առօրյա կյանքիդ։ Ավելին ասեմ Աննա ջան, եթե դա մի քանի ամիս անց էր, ես ուղիղ 20 օր հետո, չհաշված որ դրանից ավելի վաղ վերադարձել եմ Instagram, իսկ դրանից 20 օր հետո ես վերադարձել եմ թատրոն եւ փորձեր էի անում։ 3 փորձ անելուց հետո ես ինքս ինձանից որպես դերասանուհի հիասթափվել էի ու ասում էի, չէ, լավը չեմ, չի ստացվում ինձ մոտ, չի ստացվում։ Հետո հասկացա ոչ թե խնդիրը իմ մեջ է, այլ ես պարզապես շատ շուտ եմ վերադարձել։ Ամեն բան ունի իր ժամանակը։ Դու չպետք է վազես պարզապես, քանի որ ոնց նշեցի, ամեն բան ունի իր ժամանակը։ Ես այն հոգեվիճակում չէի 20 օր անց, որ ես կարողանայի խաղալ։ Ու հետո ինքս դադար տվեցի եւ երբ վերադարձա արդեն ֆիլմ, հասկացա, որ ես պատրաստ եմ։ Ու դա էր ճիշտը։ Դա այդ ժամանակ ես պետքա լինեի ֆիլմում։ Իսկ ինչու էիր ուզում շտապել վերադառնալ աշխատանքից։ Ես կարծում եմ դա շտապել չէր, այլ ճիշտ ժամանակ է։ Չէ, 20 օր անց է։ Հա, 20 օր անց։ Այլ լավ հարց է, երևի թե մտավախություն ունեի, որ 9 ամիս ես ինձ թույլ էի տվել հանգստանալ, թույլ էի տվել ուղղակի վայելել իմ
այդ մայրության, հղիության process-ը եւ հետո երևի ծառավ էի ու կարոտ, ուզում էի բաց թողումը արագ լրացնել, բայց հասկացա, որ բաց չեմ թողել, հակառակ ավելի լցվել եմ ու պետք չէր ուղղակի այդքան շուտ վերադառնալ։ Նաև այս դեպքերում հաճախ մտածում են մարդիկ, որ գուցե հետ մնան ինչ-որ մի բանից եւ շտապում են երեխա ունենալուց հետո թեկուզ 1-2 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի։ Ընդհանրապես ես չեմ մտածում ինչ-որ մի բանից ետ մնամ, քանի որ այո, ճիշտ եք, շատ դերասաններ միգուցե ասեն, «Ոյ, այստեղ հիմա ես չեմ նկարահանվում, հիմա ես միգուցե 1 կամ 2 քայլ ետ եմ», եւ ոչ միայն դերասաններ, չէ, շատերը յուրաքանչյուր ասպարեզում միգուցե այդպես կարող է թվալ, մարդիկ այդպես մտածեն, բայց իմ պարագայում ես չեմ նայում, եթե որևէ դերասանուհին խաղում է այս ֆիլմում, ուրեմն ես ետ եմ մնացել։ Ոչ, դա իմ տեղը չի, դեռ իմ ժամանակը չի, եւ ես դեռ չեմ ուզում։ Ասացիր, որ շատ բարդ փուլ ես նաև ունեցել ծննդաբերությունից հետո եւ շուտ էր 20 օր անց վերադառնալ աշխատանքիդ։ Այդ հետ ծննդաբերական ստրեսը քեզ մոտ եղել է։ Փառք Աստծո, ոչ։ Այդ որ ասում եմ դժվար էր եւ շուտ էր վերադառնալը խաղի առումով, որովհետեւ հոգեվիճակս ինձ թույլ չէր տալիս։ Ես այլ հոգեվիճակում էի գտնվում, երբ ու փորձ էի կատարում խաղալ կերպար, ես հասկանում էի, որ ես այդ պահին այդտեղ չէի եւ ասում եմ, որ պետք է լինես այստեղ եւ հիմա։ Դա շատ ճիշտ է։ Եթե ես հիմա եկել եմ այստեղ, ես պետք է լինեմ այստեղ եւ հիմա մտքով եւ ֆիզիկապես։ Բայց այդ պահին, որ ես փորձ էի անում, ես չէի կարողանում լինել այդ րոպեի մեջ, այդ վայրկյանում, իմ միտքը եւ իմ մարմինը մեկ այլ տեղում էր։ Ես պատրաստ չէի։ Եվ մեկ անգամ եւս համոզվեցի, որ շտապելը կյանքում լավ բան չէ։ Չպետք է շտապես։ Այո, մարդիկ շտապում են, որ հասցնեն կյանքը ապրել, դա այդպես չի։ Դու պետք է վայելես ամեն վայրկյանը, դու պետք է հասկանաս, որ դու ապրում ես։ Եթե ինչ-որ բան քեզ կյանքում տրվել է, դու պետք է մի պահ կանգնես ու ասես շնորհակալություն Տեր կամ Այսինքն այդ պահին մտքով ավելի շատ երեխայի հետ էիր ուզում էիր գնալ, երևի թե խնամել։ Ոչ թե երևի թե, այլ ուրիշ հոգեվիճակում էի, գիտեք, եւ երեխայի հետ էր կապված եւ ընտանեկան մեկ այլ նոր փուլ էր ստեղծվել մեզ մոտ, այնպիսի նոր փուլ էր իմ կյանքում, որը ես չէի ապրել ու ես լիարժեք արդեն այնտեղ ես իմ ընտանեկան էմոցիաները կիսատ էի թողել եւ վազում էի մեկ այլ տեղ։ Իսկ դա սխալ էր։ Ես պետք է լինեի այդ րոպեին եւ այդ պահին իմ ընտանիքում, իմ երեխայի հետ ու կարևորը ես շատ շուտ դա հասկացա եւ ետ վերադարձա տուն։ Բայց ամեն դեպքում ինչքան էլ ասում ես, որ այդ բարդ հետ ծննդաբերական ստրեսային փուլը չես ունեցել, վստահ եմ ամեն դեպքում դժվար է ադապտացվել, չէ, որովհետև կարճ ժամանակ առաջ դու մենակ ես, ամուսնուդ հետ չկա երեխա եւ մեկ էլ հայտնվում է այդ փոքրիկը։ Վստահաբար ինչ որ բարդ ադապտացվելու փուլ ունեցել ես։ Հիմա թող սխալ չհասկանան ինձ մարդիկ, որովհետև ես այս թեմայի շուրջ խոսել եմ, այո, կան դեպքեր, երբ հետ ծննդաբերական ստրես է լինում, շատ դժվար են ետ վերադառնում կյանք, մարդու հոգեվիճակը էմոցիոնալ առումով մարդը լրիվ փոխվում է, այո, ես գիտեմ, ես տեսել եմ դա ու ես հավատում եմ դրան, բայց իմ պարագայում իմ կողքին կանգնած էին այնպիսի մարդիկ, որ ինձ թույլ չտվեցին, որ ես դա զգամ նույնիսկ մեկ վայրկյան։ Հակառակը հետ ծննդաբերական փուլ է ինձ մոտ, ես կարող եմ մեկ բառով ասել, որ ես ներդաշնակ, երջանիկ, մեկ բառով չստացվեց, բայց ներդաշնակ, խաղաղ ու երջանիկ էի, երջանիկ եմ։ Էի եւ եմ։ Այն վայ շատ լավ փուլ էր, շատ, այնքան լավն էին բոլորը հոգատար։ Ում կողմից էիր ամենաշատը այդ աջակցությունը ստանում։ Ամուսնուս, մամայիս, սկեսուրիս, չեմ սիրում ասել սկեսուր, գևի մամայի, ընկերուհիներիս, մի խոսքով բոլորի։ Ես հիշում եմ, որ դու երբ երեխա չունեիր, այդ թեմայից խոսելիս ասել ես, որ գուցե այդ պատասխանատվությունից կամ շատ սիրելուց չթողնես երեխայիդ ուրիշը մոտենա։ Տիրուկը իրականում ինձ շատ է օգնել, քանի որ
նա ինձ համար այնքան լավ օրինակ էր, երբ ես տեսնում եի, թե ինչպես է նա իր աղջկան մեծացնում, ինչքան թեթև։ Երեխան երևի թե 3 ամսականից արդեն թատրոն էր նրա հետ գնում, 3 կամ 4 Դանիելայի հետ գնում էինք ներկայացումներ նայելու ու այդ լավ էմոցիաները, թե ինչպես է նա մեծացնում իր աղջկան, ես սովորեցի նրանից ու այդպես ինձ մոտ ստացվեց, որ նա կարողացավ ինձ վարակել այդ սիրով եւ այդ համբերությամբ։ Միջև տիրուկա, այո, ես մտածել եմ, որ ես ավելի խիստ կլինեմ այն առումով, որ եթե որևէ մեկը նույնիսկ փողոցում ցանկանա երեխային գրկել կամ սիրել, ես միգուցե ինձ այդքան լավ չզգամ, բայց այդպես չէ։ Բայց անգամ թողնում ես, որ փողոցում մոտենան։ Իհարկե գալիս ասում են, հնարավոր է Արիային տեսնել, ասում եմ իհարկե, եթե ասում են գրկեք, սիրեք։ Իրականում շատ մայրիկները այս հարցում շատ հակառակն են, որովհետև անծանոթ մարդիկ են, չգիտենք այդ էներգիան եւ այլն տարբեր այդպես հարցերով իրենք ավելի խուսափում են։ Իմ մասին չէ։ Այո, ես մտածել եմ, որ միգուցե ես այդպես կարող եմ լինեմ, բայց ոչ, հակառակը, նույնիսկ որ գնում ենք սրճարան եւ ընկերներով ու երեխան ինձ հետ է լինում, ու այդ րոպեին ես պետք է իմ ընկերոջ հետ խոսեմ, մատուցողուհին եղել է դեպք, որ օգնել է, գրկել է երեխային, սիրել է, խաղացել է, չնայած նա որ նա շատ փոքրիկ է, բայց այո, ես այդպես բաց եմ։ Դու նաև Instagram-ում չես կիսվում, շատ այդպես այդ մամայական, ծնողական թեմաներով եւ տպավորություն է, որ քեզ մոտ իսկապես ամեն շատ հեշտ է ստացվել, նաև այդ մարմնի հետ կապված հետ վերականգնումը։ Վայ, դեռ ոչ, ես ունեմ դեռ կիլոգրամներ, որ պետք է կորցնել, այո, 2 թե 3 Այսօր չեմ կշռվել։ Գիտեք, եթե անկեղծ լինեմ, ես երբեք կշեռքի վրա չեմ կանգնել, ես չեմ իմացել դա ինչ է։ Իհարկե շրջապատում ես եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ պետք է քաղցր չուտել, պետք է նիհարեմ, քաշ կորցնեմ, եւ ես չեմ իմացել դա ինչ է։ Իսկ հիմա լավ հասկանում եմ։ Պետք է քաշ կորցնել, պետք է քաղցր շատ չուտել։ Իհարկե ինձ մոտ էլ կա։ Եթե 1 տարի առաջ ես XS էի կարողանում հագնել, հիմա ոչ։ S շատ է էլի։ Բայց դա քեզ համար իրոք այդպես տենց լուրջ խնդիր է, թե թեթև ես նայում դրան։ Չէ, եթե Արիային տեսնում ես ու հասկանում ես, թե ինչ մարդուկ ես, էլ ինչ քաշ։ Իսկապես էլի, ես չեմ հասկանում։ Միգուցե այո, խնդիր ունենայի լուրջ գիրանայի, հորմոնալ ինչ որ խնդիրներ ունենայի, միգուցե իսկապես վատ զգայի ինձ, բայց չկան այդպիսի բաներ, որովհետև իսկապես լույս աշխարհ է եկել նոր մարդ է ստեղծել։ Ինչպես կարող ես մտածել այդ ժամանակ քո մարմնի մասին։ Իհարկե կան թերություններ, կշտկվի։ Եթե որևէ բան կարող ես շտկել ինչի, դրա մասին շատ խոսել եւ ծանրացնել։ Դու նաև ցույց չես տալիս երեխայի դեմքը համացանցում։ Ինչով է դա պայմանավորված։ Չգիտեմ։ Իսկապես ես էլ ինքս ինձ այդ հարցը տալիս եմ, բայց դեռ չգիտեմ, բայց ուզում եմ ամեն օր արթնանում եմ, քանի որ այնքան լավն է, այնքան ուզում եմ հետևորդներիս հետ կիսվում եմ, ինձ շատ են նամակներ գրում, ասում են, «Եվ երբ ես ցակուկին ցույց տալու, արդեն հոգնել ենք ոտիկներից»։ Բայց շուտով երևի։ Այս հարցում չունես այն կարծրատիպերը կամ գուցե մտահոգությունները, որ շատ ծնողներ ունենում են եւ այդ պատճառով իրենց երեխայի նկարները չեն տեղադրում համացանց, որ անվտանգության խնդիր է կամ գուցե քանի որ դու հայտնի ես, երեխան հետո չուզենա իր դեմքը եւս հայտնի դառնա։ Դրա մասին չեմ մտածել, որովհետեւ կներեք, բայց մենք չենք ապրում Հոլիվուդում եւ ես ինձ չեմ դասում են աստղերի շարքին, որ օրինակ ես Անջելինա Ջոլին եմ եւ նրա աղջկա նկարը չպետք է լինի համացանցում, որովհետեւ նա գնալու է օրինակ դպրոց եւ նրան բոլորը ասեն, «Օ, դու Անջելինա Ջոլի»։ Չէ, ես այդ դերասանուհին չեմ, դեռ կարող է երկրորդ աղջկաս դեպքում կամ տեղայից այդպես պահեմ։ Իսկ հիմա պարզապես դեռ շատ փոքրիկ է, էլի, ամեն օր փոխվում է, ավելի լավ է այն ժամանակ ես նրան հանրայնացնեմ եւ նա արդեն ձևավորված կլինի, չգիտեմ, դեռ փոքրիկ է, էլի, ամեն օր նոր տեսքով է ներկայանում, իսկապես ամեն օր արթնանում եմ, նա ուրիշ մարդ է։ Մի օր ինձ է նման, մի օր ամուսնուս է նման, մի օր տա։ Իդեպ ամուսնուդ աջակցություն է այս հարցում, երեխայի խնամ, կենցաղ, հաց պատրաստել, ինչպես եք համատեղում, գիտեմ, որ դուք լավ ընկերներ եք եղել մինչև ամուսնանալը եւ հետաքրքիր է դա օգնում է, թե գուցե դեր չի խաղում ընտանեկան կյանքում։ Նա ամեն ինչով իմ կողքին է։ Նա իմ ընկերն է, բարիս, բուն իմաստով։ Եվ նոր որ ասեցիք պետք է զանգենք ընկերոջ, քո մասին բան պատմի, առաջինը իրականում մտածեցի Գևի մասին։ Ուղղակի ինքը խուսափում է, չի սիրում խոսել։
դրա համար նրան չզանգեցի, բայց այո, ամեն ինչով նա ինձ կօգնի, որովհետև նա ասում է իմ երեխան էլ է։ Խաղում է, ժամանակ է հատկացնում, դուրս են գալիս նույնիսկ նրանք երկուսով զբոսնելու այդպես։ Իսկ դու կարողանում ես քեզ պատկերացնել կամ այդպես ինտեգրվել այդ կենցաղային հարցերի մեջ, որովհետև երբ նայում ենք քո Instagram-յան նկարներին եւ ընդհանուր Instagram-յան վիզուալին, դժվար է պատկերացնել Եվային տանը այդպես ճաշ սարքելիս, չէ՞, ինչ որ ավելի շատ ընտանեկան։ Իհարկե պատրաստում եմ, իմ ամուսինը շատ է սիրում համեղ ուտել եւ դա մեզ համար շատ կարեւոր է, նա շատ կարեւորում է համով ուտելիքը եւ իհարկե պատրաստում եմ, բայց այդ կարծրատիպը չի, որ տանկինը պետք է լինի ինչ-որ գոգնոցով, ոչ խնամված, փորձում եմ այնպես ստացվի, որ հաճելի լինի։ Այո, իհարկե պատրաստում եմ տանկին, հա, ճիշտ եմ, տանկին էլի։ Այո, տանկին եմ, կենցաղային առումով փորձում եմ էլի հասցնել եւ տունը եւ որ միշտ համով ուտելիքներ լինի տանը, մի խոսքով, այո, տանկին մայր արդեն։ Տան կնոջ եւ մայրիկի թեմաներից վերադառնանք նորից աշխատանքային թեմաներին։ Նկարահանվեցիր ռուսական ֆիլմում։ Այս առումով ինչ բացեր, թերություններ նկատեցիր հայկական շուկայում, երբ մոտիկից ծանոթացար ռուսական կինոինդուստրիայի հետ։ Ամեն անգամ ինքս ինձ հետ խոսելուց ասում եմ, որ մենք հայերով շատ ուժեղ ենք, քանի որ եւ շատ միասնական, եւ եթե ես այստեղ աշխատում եմ որևէ պրոյեկտում, նույնիսկ գրիմյորը կարող է օգնել կոստյումերին Ռուսաստանում հնարավոր չէ։ Ամեն բան ունի իր պատասխանատուն։ Մի անգամ ես փորձեցի օգնել կոստյումերներից մեկին, որովհետև նա պետք է դուրս գար, բռնեցի պարզապես կախիչը եւ ինքս արտուկեցի, այդ պահին հենց ներս մտավ իմ ասիստենտը, այսինքն դերասանի ասիստենտը եւ տեսավ, որ ես եմ դա անում, շատ վատ իրավիճակ ստեղծվեց կոստյումերի համար, որովհետև չի թույլատրվում այնտեղ մեկը զբաղվի մյուսի գործով։ Նույնիսկ չեն թույլ տալիս նրանք, որ դու օգնես։ Իսկ մենք այստեղ բոլորս օգնում ենք եւ նույնիսկ օպերատորը կարող է օգնել դերասանին ինչ որ հագուստի առումով, ընտանիքի նման ենք։ Դա ինձ շատ է դուր գալիս Հայաստանում, որ ընտանիքի պես ենք, բայց աշխատանքի մեջ երևի լավ է, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով։ Դա երևի նաև կախված է բյուջեի հետ, որովհետև ամեն դեպքում, եթե կա բյուջե, բնականաբար ամեն բաժակի համար կգտնվի մասնագետ։ Բացի դա դու նաև այլ որակային թերություններ բացեր նկատել ես, գուցե ինչ-որ համեմատություններ ես քո մեջ տարել հայկական ու ռուսական շուկաների հետ։ Միգուցե էլի ժամանակի խնդիրներ, որ մենք ունեինք այնտեղ ժամանակ։ Ես ռեժիսորի հետ այնտեղ աշխատեցի, երկար մենք փորձ արեցինք։ Հետո, գիտեք, այնտեղ ոնց էր։ Մենք փորձ էինք անում երկար, հասկանում էինք կերպարը, որը ինձ համար շատ կարևոր էր դա։ Նույնիսկ այդ ֆիլմը կոմերցիոն բնույթ էր կրում, այնպես չի որ ավտորսկի ֆիլմ էր, բայց միևնույն ժամանակ մենք կերպարի վրա շատ երկար աշխատեցինք։ Ինձ ռեժիսորի հետ աշխատելը շատ հաճելի էր, բայց Հայաստանում երբ մենք խոսում ենք, ասում ենք, որ այստեղ շատ արագ է ամեն բան գնում, քանի որ բյուջեն ավելի քիչ է եւ մեզ մոտ ունենք ռեժիմի խնդիր, օրվա խնդիր, մենք պետք է հասցնենք այդ ամենը անել, դրա համար այդ բացը ինձ մոտ դեռ կա։ Ես ուզում եմ, որ երկար խոսեմ, բացեմ կերպարս ռեժիսորների հետ աշխատելուց, բայց դրա համար ժամանակ չկա։ Բայց դրա համար եղել են դեպքեր, երբ մենք աշխատել ենք գեղարվեստական ֆիլմերում, աշխատում ենք, բայց նաև ասեմ, ինչու եմ հրաժարվել ավելի շատ սիրիալներում խաղալուց, որովհետև այնտեղ ավելի քան չկա։ Դերասանի համար իրականում մենք այնտեղ որ Ռուսաստանում խոսում ենք, կան ռեժիսորներ, ովքեր հենց այդպես են աշխատում, իրանք դերասանին խնդիր նույնիսկ չեն տալիս, այլ դերասանը պետք է մտածված արդեն իսկ գա եւ տարբեր այս տեսարանը խաղա տարբեր ձևերով եւ ռեժիսորը պետք է ասի այս սա հավանեցի, որովհետև դա քո աշխատանքն է եւ դու պետք է ներկայացնես, ոչ թե ռեժիսորը պարզապես պետք է լինի կողքի աչք, ով ասում է, այո, դուրս եկավ։ Այո, այդ տարբերակն էլ կա ռեժիսորների հետ աշխատելու, բայց ես նախընտրում եմ երկար զրույցներ, կերպարանափոխվել, խոսել, ներթափանցել կերպարի մեջ, հասկանալ ինչ ես ուզում։ Իսկ քեզ համար կարևոր է նաև հաշվի առնել այն փաստը, թե ում հետ ես դու խաղալու, այսինքն կլինեն դեպքեր, երբ կախված դերասանական կազմից դու գուցե հրաժարվես տվյալ նախագծից։
Ես նույնիսկ հրաժարվել եմ TNT-ում, ինձ պրոյեկտ են առաջարկել եւ 1 տարի առաջ էր դա եւ ես հրաժարվեցի։ Ով մասնակցություն էր կրելու այդ պրոյեկտում, ես եւ ամուսինս հասկացանք, որ ինձ պետք չէ դա։ Երևի պատճառը նա էր, որ չէինք ցանկանում, որ ես եւ այդ մարդը 1 պրոյեկտում լինեինք միասին։ Իսկ հայկական նախագծերում նման դեպքեր եղել են կամ գուցե դեռ կլինեն, կան մարդիկ, որոնց հետ չէիր ուզի խաղալ նույն պրոյեկտում։ Այո, կան, իհարկե կան։ Բայց ոչ թե դերասանների մասին է խոսքը գնում, ես սիրում եմ, երբ աշխատում եմ դերասանների հետ։ Ես դա կարևորում եմ։ Այո, կան, երբ դերասաններ չեն եւ շատ շնորհքով են, շատ ու այսօր կյանքը ցույց է տվել, որ այդպիսի մարդիկ ավելի շատ առաջ են գնում իրենց աշխատասիրության միջոցով եւ ես շատ հարգում եմ այդպիսի մարդկանց, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր ոչ աշխատում են իրենց վրա, ոչ դերասաններ են եւ ես այդպիսի մարդկանց հետ չեմ ուզենա լինել նույն պրոյեկտներում։ Եվա քո ռուսերեն խոսելը շատ քննարկվեց։ Այո։ Բայց դու դրանից հետո ոչ թե նահանջեցիր եւ սկսեցիր այլևս երբեք ռուսերեն չխոսել, այլ օրինակ տեղադրեցիր ռուսերենով հոլովակ։ Սրանով դու ուզում ես քո թույլ կողմերը ավելի ուժեղ ցույց տալ, թե գուցե նաեւ պաշտպանական ռեակցիա։ Աննա ջան, նույնիսկ չեմ մտածել այդ ուղղությամբ։ Պարզապես այն եմ, ինչ որ ես կամ, ես չեմ խաղում։ Իրոք, շատ անգամ ինձ ասում են, Եվա դերասանուհի չես, կյանքում մի փոքր խաղա, կամ եթե գնում ես հարցազրույց, մի փոքր ավելի լուրջ եղիր, ավելի գրագետ խոսիր, ավելի քեզ այնպես մի պահիր, ինչպես դու կյանքում ես։ Բայց ես չեմ կարողանում, որովհետև իրոք ես ինչպիսին կյանքում եմ, այդպիսին էլ նաև իմ Instagram-ում մի քիչ ուրիշ ձև եմ, այդպիսին եմ հաղորդումների ընթացքում եւ չեմ կարողանում խաղալ։ Այո, ես կարողանում եմ ռուսերեն խոսել, հասկանում եմ շատ լավ, բայց երբ լեզուն շատ չես օգտագործում, դա կլինի անգլերեն, ռուսերեն եւ երբ դու այդ մասշտաբի հաղորդմանն ես, այն մարդը նույնիսկ ով 100%-ով ռուսերենի է տիրապետում, ինձ թվում է դա նորմալ է, որ կարող է խառնվել։ Ես նույնիսկ քո հաղորդման ընթացքում եմ խառնվում հայերեն խոսելիս, ուր մնաց ռուսերեն չխառնվեի։ Երբ ես վատ մեկնաբանություններ եմ կարդում իմ հասցեին գրված, ես շատ սրտնեղում եմ, մտածում եմ, որովհետև ասում եմ երևի թե ճիշտ են ասում, պետք է աշխատել քեզ վրա, պետք է ավելի ճիշտ խոսես, կապ չունի ռուսերեն, հայերեն կամ ուրիշ ձև պետք է քեզ պահես, բայց հետո գալիս եմ մի մտքին, որ ոչ, ես այնպիսին եմ, ինչպիսին կամ եւ ես չեմ ուզում խաղալ, պարզապես։ Ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ ու որ ինձ տեսնեն, կյանքում չասեն դու խաղում ես, ես դրանից վախենում եմ։ Մենք ապրում ենք էկրանային գեղեցկությամբ մարդու մասին կարծիք կազմելու ժամանակաշրջանում, երբ գուցե օրինակ նայենք քո Instagram-ին, մտածեն, որ դե Եվան գեղեցիկ, էսթետիկ ճաշակով աղջիկ է, եւ օրինակ կասկածի տակ դնեն քո խելացիությունը։ Այդպիսի կարծրատիպերի դու հանդիպել ես։ Իհարկե, այո։ Հանդիպել եմ ու չգիտեմ, միգուցե մի քիչ երկար ստացվի, բայց ես վերջերս այնքան համընկավ քո այս հարցը ու իմ հարցազրույցը, որը դիտել եմ, Անյա Չիպովսկը, միևնույն ծանոթ եք ռուսական հայտնի դերասանուհիներից մեկն է, շատ եմ հավանում նրան եւ ինձ Ռուսաստանում ասել են, որ դուք իրար նման եք էներգետիկ առումով, եւ երբ նայեցի նրա հարցազրույցը, այնտեղ խոսվեց հենց այս թեմայի շուրջ, հաղորդավարուհին հարցրեց, դու միշտ այսպիսի լավ տեսքով ես ներկայանում, չես վախենում, որ քո մասին կխոսեն վատը, ասեց այո, շատ են խոսում եւ մեր մոտ զարգացած չէ այն կուլտուրան, նույնիսկ Ռուսաստանում է այդ մասին խոսում, դուք պատկերացրեք, եթե դու դերասանուհի ես եւ սիրում ես եւ հետեւում ես նորաձևությանը, ապա դու չես կարող լինել գրագետ եւ դու չես կարող լինել լավ դերասանուհի։ Ինչու է այդ կարծրատիպը ստեղծվել մարդկանց մոտ։ Եվ այո, ես մի քանի անգամ նույնիսկ բախվել եմ այդ խնդրի առաջ, դեռ փոքրուց եւ ուսանողական տարիների ընթացքում, երբ ես ներկայացումս խաղում եւ ավարտում էի, շատերը մի եթե չխափեմ
7-8 հոգի երիտասարդներ մոտենում էին ու ինձ ասում էին Եվա դու այսքան շնորհքով ես։ Մենք չգիտեինք։ Ասում եմ ինչու՞։ Ու պարզ հարցնում եմ ինչու։ Ասում էին որովհետև դու այնքան ճաշակով ես գալիս ինստիտուտ։ Ինչ պետք է չհետևես նորաձևությանը, չսիրես։ Դու պետք է անպայման ցույց տաս, որ դու գիրք ես կարդում։ Գիրք ես կարդում։ Հիմա ես պետք է իմ Instagram-ում ամեն օր ցույց տամ, թե ես ինչ գիրք եմ կարդում, հարցազրույցներ եմ քնելուց առաջ լսում, որ լինեմ խելացի։ Ես դա չեմ հասկանում։ Ու բացի դա, նաև կան կարծրատիպեր, եթե դու շատ ես ժպտում, շատ անմիջական ես, ուրեմն միգուցե այդքան խելացի չես, որովհետև խելացի մարդիկ միշտ խոսում են շատ ցածր եւ շատ գրագետ եւ խորիմաստ, բայց ամեն ինչ չէ, որ այդպես է։ Այդ խնդրին բախվել ես արդյոք նաև ոլորտում, երբ օրինակ որևէ նախագծի համար գնում էիր քաստինգի, ռեժիսորի հետ էիր ծանոթանում, դերասանների։ Չէ, ռեժիսորների եւ դերասանների հետ չէ, որովհետեւ ոլորտում ընդհանուր եթե դիտարկենք։ Երևի թե չէ, միգուցե ինձ չի հանդիպել, քանի որ կաստինգի եմ ես միշտ մասնակցել, ինչպես նշեցի, ու արդեն ռեժիսորը տեսնում էր իմ ունակությունը։ Մի անգամ կաստինգի ինձ պետք է հրավիրեին կաստինգի եւ ռեժիսորը դեմ էր, քանի որ իմ նկարը որ տեսել էր, ասել էր, «Ոյ, չէ, նա շատ թիթիզ է եւ նա համապատասխան չէ այս կերպարին», բայց համոզելուց հետո, որովհետեւ կաստինգ դիրեկտորը համոզել է նրան ու ասել է, որ նա իսկապես շատ համապատասխան է այս կերպարին։ Եվ երբ ես գնացել եմ քանի օր համոզելուց հետո, ես դուրը բացվում է, այնպես լավ եմ հիշում, դուրը բացում եմ, ռեժիսորը ինձ տեսնում է, ասում եմ բարև ձեզ, ասում եմ ոյ, ինչ լավն ես։ Մի քանի օր տևում է այդ կաստինգի փուլերը եւ վերջում ինձ ասում է ես սխալվել եմ, դու այնքան շնորհքով դերասանուհի ես։ Ընտրում են քեզ։ Հա, ընտրում են։ Այդ որ Բայց նախագիծն հետո չի դուրս եկել այդ ֆիլմը, որովհետև ինքը փառատոնային ֆիլմ էր եւ բյուջեի պատճառով դուրս չեկավ։ Բայց շատ ահռելի լավ աշխատանք ենք մենք ունեցել։ Մնացին իմ վերջին կարճ հարցերը, պետք է արագ պատասխանել։ Ում հետ կուզեիր ֆիլմում խաղալ։ Սամվելի Թաթևոսյան։ Ում հետ ես շոու բիզնեսում ամենամտերիմը։ Լիաննա Իվանոյան։ Տիրուկին չհաշված իհարկե։ Ում ներկայությունից ես ամենաշատը լարվում առօրյայում կյանքում։ Լարվում։ Ավրորիայում։ Գուցե ոլորտում, օրինակ նկարահանման հրապարակում դու մտածիր։ Ոլորտում առաջին ռեկից առաջ միշտ լարվում եմ, կապ չունի թե ով է ռեժիսորը, որտեղ եմ խաղում, միշտ լարվում եմ, բայց հենց ռեկը տալիս են արդեն։ Ումից մասնագիտական խորհուրդ կհարցնես։ Ռուբեն Բաբայան, Էդգար Բաղդասարյան, Եվ ով է Սամվել Թաթևոսյան, Թոփալյան Սամվել, շատ սիրում եմ էլի, շատ դերասան։ Բոլոր Սամվելներին։ Նարինե Գրիգորյան։ ով է քո առաջին քննադատը։ Ես ինքս իհարկե։ Այո, շատ եմ ես ինքս ինձ քննադատում, բայց շատ քչերը կմտածեն, որ ես այդպեսին եմ։ Դե որ այդպես, ուրեմն մի հարց էլ տամ, ով է քեզ առաջինը գովաբանում։ Ոյ, ամուսինս։ Եվա, դու ամենալավն ես։ Քիչ բարձր ասա։ Հա, պետքա որ։ Հա։ Ասում եմ Եվա, դու ամենալավն ես։ Այդ ամենակարևորն է։ Մերսի շատ Եվա, այսքան անկեղծ ջերմ հաճելի զրույցի համար։ Ինձ էլ շատ հաճելի էր Աննա ջան, շատ արագ անցավ, մերսի, շատ լավն եք։ Մերսի։ Հավանեցի շատ։ Այսպիսին էր Եվա Զոհրաբյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ, լայքել, սրտիկել, կհանդիպենք մյուս շաբաթ։